Դե գիտեք, մի քանի օր առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարարն էր այստեղ, ըստ էության նախարարը նշեց, որ իրենց գերատեսչության հետ կապ չունի, դա Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը, այդպիսի կառույց իրականում, որը կարծես թե ենթարկվում է ֆինանսների նախարարությանը եւ ֆինանսական ոստիկանությունը ըստ իրենց։ Այսինքն ես իրեն խնդրեցի 2 օր հետո կապ հաստատեցինք եւ նշեց, որ ինչ որ ապրանքների հետ կապված ռիսկեր են տեսել, այնուամենայնիվ ես խնդրել եմ պարզաբանել ինչ ռիսկերի մասին եմ, որովհետեւ եթե իրականում կա այդպիսի բան, մենք եւս պատասխանենք, թե ինչ մեր տնտեսվարողները իմանան ինչ կարելի է, ինչ չէ, եւ անկից պետք է անեն, ինչեր մենք դեռ չենք ստացել, թե այդ ինչ են արել մեր տնտեսվարողները, որոնց պատճառով այդ մեքենաները կանցած են։ Պարոն Պապայան, ասում եմ ինչ որ քաղաքական ենթատեքստեր կամ մասնավորապես որ իմանոր ճանապարհներ է բացվում Վրաստանի իշխանությունները դրանց խանդով են մոտենում, որ Վրաստանի իր դիրքերը տարածաշրջանում ասում են, սա կապ ունի թե ոչ։ Ես չեմ կարող Ես դա չեմ կարող մեկնաբանել, ես փաստերի հետ եմ առնչվում եւ իրականում խնդրել եմ հստակ նշել, թե որ մեքենայի վարորդը ինչ խախտում է արել այսօր 3 կամ 3 չառ առաջ, որովհետեւ եթե շատ կոնկրետ ասվի, որ այո, այս մեքենայի վարորդը այս փաստաթղթերը չի ունեցել, դա լրիվ ուրիշ իրավիճակ է եւ մյուս իրավիճակը, որ այսօր մեզ չի ներկայացվում, ուղղակի մեքենաները այնտեղ կանգնած են եւ բարձրաբանում չի ներկայացվում, դա ուրիշ իրավիճակ է եւ կներեք նաեւ ասում են, որ քվական պատգամավորները, երբ որ ԵԽԽՎ-ի կողմ են քվեարկել Վրաստանին առնչվող բանաձևին, ինչը վրաց իշխանությունների սրտով չէ, նաեւ դա է հիմքում դնում, ասում են, սա դրա հետևանքներն են։ Ես ճիշտ ասած անկեղծ չգիտեմ ինչ բանաձևի է կողմ քվեարկել, չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, նման հակադարձում եւս մեր կողմից չէ։ Ես հիմա ասում եմ, այն ինչը որ իմ խոսակցությունն է, դա նրա մասն է, որ ֆինանսական ոստիկանությունը ինչ որ ռիսկեր է տեսել, այդ ռիսկերի հիման վրա կանգնեցրել է ստուգումներ է իրականացնում, ստուգումներ իրականացնելուց հետո ուրեմն կուղարկվի այդ ապրանքները կամ համապատասխան աշխատանք կարվի։ Հիմա ես որքան գիտեմ, որքան տեղեկացած եմ, ինչ որ մեքենաները այնուամենայնիվ դուրս են եկել, բայց ինչ որ մաքանակի եւ մեքենաների հետ կապված խնդիրը պահպանվում է։ Պարոն Պապայան, նաև կենսաթոշակների վերաբերյալ, քանի որ երեք հայտարարվեց, որ 10,000 դրամով մինչև 10,000 դրամ բարձրանալու է, քիչ առաջ այստեղ մամուլի ասուլիս էր տեղի ունենում եւ հայանքների ներկայացուցիչները ձեզ մեղադրում են, ձեզ նկատում են իշխանությանը, նշելով, որ 2 ամիս առաջ բյուջե եք հաստատել եւ այդ բյուջեում չկար նախանշված, որ կենսաթոշակները պետք է բարձրանան եւ սա բացառապես ընտրություններից առաջ ձեր կողմից վարվող քաղաքականություն է։ 2 ամիս առաջ, երբ որ մենք բյուջե ենք հաստատում, մենք ասում ենք, որ մեր երկրի տնտեսական աճը 25 թվականին մեր կառավարության մեջ կային տարբեր կարծիքներ եւ մենք օրինակ կարծում ենք, որ ավելի բարձր է լինելու եւ եղավ ավելի բարձր։ Հիմա էլ այն ինչ որ դրած է մեր բյուջեում, էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ շատ ավելի բարձր է տնտեսական աճը, ավելի շատ հարկ են քաղաքելու եւ այս տրամադրությունը այս իրավիճակում ավելի գերիշխող է եղել, նաև ամրապնդել այն հիմքով, որ 7.2% տնտեսական աճը ոչ թե 5.1% կամ 5%, ինչպես օրինակ համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը կամ մյուսներն են ասում, այդ կոնտեքստում ֆինանսական առկա միջոցները ավելի մեծ հնարավորություն են տվել դա անել եւ եթե մի բան կարող ես անել, ինչու՞ չանել։